Մարտի 11-ն է, քիչ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության աշտարակի բաժնում եւ Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոշ վարչական բնակավայրի տարածքում տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է մարդկային մնացորդներ, ոսկորներ, գանգ եւ ոսկրային հատվածներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշտարակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Հուսիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղում են նաև Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև փրկարար ծառայության աշտարակի հերշեջ փրկարական ջոկատի փրկարարները, այս պահին սահմանազատել են տարածքը, հավանաբար դեպքի մասին տեղեկացրել են արդեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն եւ սպասում են քննիչին եւ փորձաքրագետին։ Հայտնաբերվել է տարբեր ոսկրային հատվածներ, ամբողջությամբ իրարից առանձնացված, թե ինչ հանգամանքներում եւ քանի տարվա դեպք կլինի սա, պարզ կլինի նախաքննության ընթացքում եւ վերջին խոսքը կասվի դատական բժշկի կողմից։ Հավանաբար քննիչի որոշմամբ սպանություն հատկանիշներով կնախաձեռնվի քրեական վարույթ եւ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Բավականին երկարատև ու շատ մեծ ծավալի աշխատանք է պահանջվում ոստիկաններից եւ քննիչներից։ Ոստիկանները պետք է դեռ հին գործերը բացեն, արդյոք տեղի ունեցած սպանություն է, թե այլ բան, այս պահին ամենայն դեպս սպանություն հատկանիշներով է նախաձեռնվել քրեական վարույթ։ Չէ, շոֆերը թողնա գուգոնստը է։ Այդ բայեց։ Հա, կապցնի եղամը։ Այս հատվածումը